Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն նոյեմբերի 22 Իսրայելը ծառայեց կնոջ համար և կնոջ համար հոտերի պահապան դարձավ Ովսե 12:12 Հակոբը համոզելով Լաբանին իր ծանր աշխատանքը նկարագրում է հետևյալ կերպ Ահա 20 տարի է որ քեզ հետ եմ Գազանի հոշոտածը չեմ բերել քո մոտ Ես էի կրում վնասը Ցերեկը գողացածը կամ գիշերը գողացվածն էր ինձանից պահանջում Այսպես էի ցերեկով տաքը գիշերով ցուրտն էր մաշեցնում ինձ Եվ քունս փախել էր աչքերիցս Ծննդոց 31-38-40 Բայց շատ ավելի դժվարին եղավ մեր փրկչի կյանքը Նա հոգ էր տանում իր ոչխարների համար մինչև կյանքի վերջին օրը Նրանց որ դու ինձ տվեցիր ես պահեցի և նրանցից ոչ մեկը կորած չէ Հովհաննես ավետարան 17:12 Նրա գլուխը ծածկված էր ցողով, գանգուրները գիշերային խոնավությամբ Քունը վերջնականապես լքել էր նրան, քանի որ ողջ գիշերը նա անցկացրել էր աղոթքով, բարեխոսելով իր ժողովրդի համար Հազիվ էր նա ավարտում Պետրոսի մասին աղոթքը, նա պաշտպան աղոթքն էր անհրաժեշտ լինում մեկ ուրիշի համար Ոչ մի հովիվ խառը երկնքի տակ Աստղերը դիտելով չէր կարող պնդել, որ իր աշխատանքը պակաս ծանր չէր, քան Հիսուս Քրիստոսի գործը Հիսուսի գործն առանձնապես ծանր էր, հարսի հանդեպ իր սիրո պատճառով Կեսգիշերային օդը, սառը լեռները լսում էին անձամբ Քրիստոսի հառաչը Գիտեր անապատը Տիրոջ փորձությունը, ինչպես նաև պայքարը և իր հաղթանակը Օգտակար է մտածել Լաբանի հետ այդ հոգևոր զուգահեռի մասին, որը Հակոբից հաշվետվություն էր պահանջում ամեն ոչխարի համար Գազանի վիրավորածը Հակոբը պարտավոր էր խնամել ու առողջացնել, իսկ սատկածի համար վճարել Քրիստոսի աշխատանքը եկեղեցու համար դա այդ մարդու գործն է, որը հանձն է առել հավատացյալներին առանց կորուստների հասցնել նրա մոտ, ով նրանց վստահել է իրեն Նայեք Հակոբին, և դուք իդեմս նրան կտեսնեք նրա նախակերպարը, ում մասին կարդում ենք Հովի նման հովելու է իր հոտին Եսայիա մարգարեություն 40:11